Ողջույն խորհուրդ ենք տալիս, թե խմեք, օգտակար է։ Եթերում քաղցած սպասում են հարթումն է։ Այսօր միասին այցելելու ենք դերասան Կարեն Ասլանյանի խոհանոց եւ փորձարկենք նրա խոհանոցային ունակությունները։ Հետևեք մեր հաղորդման ընթացքին։ Բարև ձեզ։ Ողջույն Կարեն, հայկական երկրորդ հեռուստալիքն է, քաղցած սպասում են հարթումը։ Բարև ձեզ, ողջունում եմ, համեցեք։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, ոնց որ սերիալից մի հատ կտոր լիներ։ Չէ, սերիալի հետ կապ չունենք հիմա։ Գնանք խոհանոց մի անգամ, իհարկե։ Եկեք։ Ինչպես է տրամադրությունը։ Հիանալի։ Քաղցած եք։ Իհարկե, սպասում ենք, պատրաստենք համեղ բարբրուզ։ Եկեք, այսօր ինձ հետ Ինձ թվում էր ամուսնացած չեք դուք։ Իհարկե, չէ, ես ամուսնացած չեմ։ Քերուս աղջիկն է, եղբորս կինն է։ Արփինեն, Ռուզանը իրանք այսօր ինձ օգնելու են։ Արփ ջան, եկեք։ Հաստատ խոհանոցում դուք ինքներդ գլուխ չեք անում Կարեն։ Դե ես պատրաստելուց այդքան լավ չեմ, ճիշտն ասած։ Բայց եթե սերիալում խնդիր լինի, որ դուք պետք է այս հատվածում պատրաստեք, ոնց դա տեղի կունենա։ Դե քանի որ եւ ֆիլմը բարեկամները միանգամից կգան։ Թատրոնն ու կինոն պայմանական է, ինձ թվում է մի բան կկարողանանք անել։ Իսկ այժմ իրանք պետք է ինձ օգնեն, որովհետեւ բաներ կան, աղցաններ, այնտեղ պատրաստման եղանակներ, որոնց հետ ես այդքան հմուտ չեմ։ Հիմա հասկանանք, փորձ կատարել եք, հա, 1-2 անգամ մինչև նկարահանումը, թե փորձ չի եղել։ Անկեղծ ասած փորձ չի եղել։ Մեծ ցանկություն ունեինք, որ լիներ, բայց քանի որ Կարենը շատ զբաղված է, փորձ կարողացանք։ Այսօր մի խոսքով առաջին անգամից հենց պատրաստելու ենք ու ինձ թվում է, որ մի բանը չես փորձում անում ես, ավելի լավ է լինում։ Լավ, մինչև պատրաստելը մի փոքր, հա, եթե հնարավոր է պատմեք ձեր մասին, ինչու հայտնվեցիք սերիալում, արդյոք պրոֆեսիոնալ կրթություն ունեք եւ ընդհանրապես ինչու որոշեցիք ընտրել դերասանի մասնագիտությունը։ Ուրեմն ասեմ, սկզբնական շրջանում որոշել էի դառնալ բժիշկ, դա մայրիկիս ցանկությամբ էր, բայց մայրիկները միշտ մտածում են կամ բժիշկ, կամ բանկիր, կամ չգիտեմ, իրավաբան, այո։ Իրավաբան։ Լավ վարձատրվող մասնագիտություններ Հայաստանում, չէ, իհարկե ոչ թե լավ վարձատրվող, այլ կողմնակի նրանց գրպանը փող են դնում միշտ եւ առաջարկում կաշառք, այսպես։ Ճիշտ է կարևոր չեք։ Սուրճ ջան, ընտրում ենք այնպես մասնագիտություն, որ կողքից բան չկա։ Դե դա է, ասում եմ, չէ, ճիշտ է կարևոր, որ այդպիսի մասնագիտություն չեք ընտրեք, կոռուպցիա չկա դերասանի մասնագիտության մեջ։ Իհարկե չկա։ Կարծում եմ։ Եթե բացառություններ կան, որ դերասանները ռեժիսորներին առաջարկում են որոշակի գումար, որովհետեւ այս կամ այն սերիալում խաղան կամ այս կամ այն թատրոնում ներկայացման մեջ ներգրավված լինեն, այդպիսի դեպքեր կարծեմ չգիտեմ չկա։ Լինում են։ Լինում են, դուք գիտեք, այ հետարքիր է, կկիսվեք մեզ հետ։ Կլինեն ինձ թվում է, բայց փառք Աստծո ոչ մեր հետ, որովհետև ես ինքս ընդունվել եմ Թատերական ինստիտուտ, սովորել եմ, խաղացել եմ ներկայացումներ թատրոնում, ուսանողական։ Զանգում են ձեզ։ Իսկ երբ որ ընդունվում եք Թատերական ինստիտուտ, գումար պահանջեցին ձեզնից, թե իհարկե ոչ։ Ես անվճար եմ ընդունվել։ Գեցես։ Հետո շարունակաբար ֆուտբոլով էի զբաղվում նաև, դարպասապահ էի։ Անդադ ասում են մեր երկրում կոռուպցիա կա, ահա, ահավասիկ օրինակը երիտասարդ չէ, իմ կարծիքով Թատերական ինստիտուտ ընդունվել է առանց ոչ մի կոպեկի։ Եթե անգամ կա կոռուպցիա, կարծում եմ ոչ Թատերական ինստիտուտում, որովհետև ինձ թվում է դա այն եզակի տեղերից մեկն է, որտեղ չես կարող ուղղակի գումարով ընդունվել, որովհետև գոյություն ունի բեմ, գոյություն ունի փորձեր, պար, երկ, որը ինձ թվում է շատ դժվար կլինի համոզել ղեկավարին կամ ինստիտուտի մարդկանց, որ դու պետք է ընդունվես։ Բայց մի վատ կողմ ունի այդ ինստիտուտը, որքանով ես գիտեմ, այնտեղ ընդունում են բոլորին, որովհետև վճարովի նկատի ունեմ, ընդունում են բոլորին, ով ցանկանում է, որովհետև այդ վճարներից կախված է ինստիտուտի գոյատևելը եւ դասախոսների աշխատավարձը։ Այսինքն կապ չունի շնորհքի չափը եւ ունակությունները, եթե վճարում ես, այո, սովորի, կամ կարող ես չսովորել, ուղղակի վճարիր։ Այդպիսի բան կա, կարծեմ։ Լավ, մենք շատ ենք խոսում Թատերական ինստիտուտից, ձեր մինչև Թատերական ինստիտուտը, հա, ինչպիսի մինչև Թատերական ինստիտուտը իմ կյանքում առաջին տեղում է եղել ֆուտբոլը, որովհետև ես շատ մեծ սիրով զբաղվել եմ ֆուտբոլով ու դարպասապահ եմ եղել, ցավոք սրտի վնասվածքի պատճառով
Թողեցիր մեծ ֆուտբոլը։ Ֆուտբոլը։ Բայց մեծ ֆուտբոլում եղել ես հայկական։ Մեծ ֆուտբոլ Հայաստանի հենց առաջնությունում չեմ խաղացել, բայց խաղացել եմ մի կարգ ցածր, կանգնել եմ, ուղղակի մենիսկ, չգիտեմ կոնկրետ հայերենով ոնց է կոչվում, ծնկի հետ կապված խնդրի պատճառով թողեցի ֆուտբոլը եւ այդ ընթացքում արդեն պարապում էին ընդունվեի բժշկական, հիշում եմ այնտեղ մեթան, էթան, պրոպան, սակայն դա չստացվեց ինձ մոտ։ Իմը չէր, իսկապես իմը չէր։ Այնուհետ որոշեցի ընդունվել թատերական, պարբերաբար գնում էի կաստինգների, անընդհատ չէր ստացվում, չէին համաձայնվում, չէին ընդունում, սակայն բայց որից ներկայացման մեջ խաղացել եք, թե միանգամից սերիալ։ Ոչ, խաղացել եմ, մենք ուսանողական թատրոնում մեր մոտ իմ վարպետը Վիգեն Չալդրանյանը, ում կուրսում ես սովորեցի 2 տարի, այնուհետ տեղափոխվեցի, բեմադրեց Ռոմեո Ջուլիետ, որ շատ դժվարությամբ ես կարողացա հասնել այդ տերին, խաղացի Ռոմեո։ Դժվար էր, ճիշտ է, բայց ինչու էր դժվար։ Որովհետև շատ կուրսում շատ Ռոմեոներ կային։ Այո, կային շատ Ռոմեոներ եւ մեր վարպետը այնպեսի մարդկանց էր ընտրել, որ Ջուլիետաներ էլ կային, պայքարը մեծ էր, սակայն մեծ դժվարությամբ կարողացա ներգրավվել։ Խաղացի, իսկ ձեր վարպետը, հա, պարոն Չալդրանյանը սերիալներին դեմ չէր, որ դուք գնաք սերիալ եւ ասանք հենց այդ ամենակարևոր կետին, այո, ես ասացի, որ տեղափոխվեցի, որովհետեւ սկզբից ես Պարոն Չալդրանյանը ասաց կամ իմ կուրսը կամ սերիալը ընտրի։ Այո, կար այդպիսի բան։ Ես նկարահանվեցի Քրիստինե Պեպելյանի Մեծ սեր տեսահոլովակում, առաջին իմ նկարահանումն էր, հիշում եմ, այդ ժամանակ պարոն Չալդրանյանը եկավ նստած էր, ասում է, ես կարևոր զրույցի էի, մեկ էլ տեսնեմ հեռուստացույցով դու ես այդ տղա նկարվել ես, ասում եմ, պարոն Չալդրանյան, հա ուզում էի ձեզ զգուշացնեի, ուղղակի չէր ստացվել, բան։ Հետո շարունակաբար մտնում եմ հեռուստասերիալ, անցյալի ստվերներ հեռուստասերիալում Տիգրանի դերը մարմնավորեցի, նույնպես եկա, ես դու արդեն սերիալ ես խաղում, կիսամյակդ կհանձնես, կտեղափոխվես։ Դե որովհետև էլի եթե ինձ թողներ, պետք է բոլորին թողներ, իսկ մեր մոտ կարգն հենց էր, որ պետքա չնկարահանվես, պետքա սովորես, նոր տեղափոխվես։ Ես տեղափոխվեցի։ Պարոն Չալդրանյանը դեմ չի, որ մենք այսօր նկարանում ենք իրականացնում ձեզ հետ, ավելին ասեմ, նա կարող է դիտել այս հաղորդումը չէին սպասում KTM կայքում, եթեր գնալուց 1 շաբաթ անց եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր բոլոր մյուս հաղորդումները։ Միտքը շարունակեք, ինչ եք ասում։ Միտքս այնտեղ ավարտվեց, որ ես տեղափոխվեցի Ռաֆայել Քոթանջյանի կուրս։ Նա միակ կուրսն էր, որ հավաքեց։ Եվ թողնում էր, որպեսզի սերիալներում նկարահանվեք։ Ոչ թե թողնում էր, ուղղակի ես արդեն 3-րդ կուրսում էի, եւ 3-րդ կուրսից սկսած մեր ինստիտուտում կարող ես նկարվել, այդպիսի կարգ կա։ Պարզ է։ Լավ, մենք այս հետաքրքիր խոսակցությունը կշարունակենք, հիմա անդրադառնանք մեր հաղորդման բուն նպատակին եւ հասկանանք, թե այսօր ինչ եք պատրաստելու եւ ինչու են այս գեղեցիկ աղջիկները քեզ հետ, ինչով են օգնելու քեզ։ Պատրաստելու ենք շատ հետաքրքիր ուտեստ, որը ես եմ մտածել եմ Սցենարի հեղինակը դուք եք։ Այո, ես Արփինեն Ռուզանը նշեցի եւս մեկ անգամ Ռուզանը քերուս աղջիկն է, Արփինեն եղբորս կինը։ Քո երկրպագուհիները, որոնք քեզ սիրում են եւ պաշտում են, հանկարծ շփոթվեն եւ հասկանան, որ քո սիրտը դեռևս ազատ է եւ քո սրտի կողքը ուղակի Մերլին Մոնրոյի նկարն է։ Այո։ Ճիշտ ասած ես էլ չէի նկատել, որ Մերլին Մոնրոն այսուհետ էս բայկել լավ կպահեմ։ Չէ, անկեղծ ասած, մենք պատրաստելու ենք այսօր հավի կրծքամիսով, կարտոֆիլով, սոուսով, շատ համեղ մի ուտեստ։ Ես համոզված եմ, որ դու կհավանես Սուրեն։ Որի անվանում կարող ենք դնել Մերլին ոնց ասի։ Ընտանեկան Մերլին Մոնրո, ընտանեկանը եւ Մերլին Մոնրոն իրար հետ այդպես Եվ կպատրաստենք աղցան, դա արդեն աղցաններ, դա քույրիկներիս նախաձեռնությունն է, ես աղցանների հետ այդքան էլ լավ չեմ։ Բայց որպես սպառող կարծում եմ։ Որպես սպառող իհարկե։
Լավ, մենք գնումներ պիտի կատարենք, ես առաջարկում եմ միասին գնանք Նորզով սուպերմարկետ, գնումներ կատարենք, վերադառնանք եւ սկսենք պատրաստել։ Համաձայն եք։ Իհարկե, Միասին պիտի գնանք, թե միայն դու կարող եք ցուցակ ներկայացնել, արդեն ներկայացրել ենք, այո։ Ցուցակն։ Ամեն ինչ Ասում են հին մարդ եք, դեռ թղթի վրա գրիչով, այլ ոչ թե թղթու գրիչով միշտ լավ է ստացվում։ Պարզ է, պատրաստ եք։ Իհարկե պատրաստ ենք։ Գնացինք։ Իսկական ես չգիտեի, որ Մերլին Մոնրոն է մայքիդ վրա։ Չէ, Բայց գիտես, չէ՞ ով է Մերլին Մոնրոն։ ոնց չգիտեմ ով։ Բայց ես գիտեմ հատուկ հակել ես, որ դերասան ես Մերլին Մոնրոն տեսնեն, որ Մերլին Մոնրո։ ոչ թե բիզնեսներ եւ այլն, այլ լավ, եթե պատրաստ եք գնանք։ Всё։ Կիսատ բան մնաց, թե ամեն ինչ ասեցինք։ Ինձ թվում է, եթե ինչ էլ չենք ասա, կհասցնենք ասենք։ Եղանակը ոչ մի կերպ չի փոխվում, գարուն ոչ մի կերպ չի գալիս Երևան։ Այո, Որն է պատճառը չգիտեմ։ Գարունը չի գալիս, ինձ թվում է չի էլ ուզում գա։ Հիմա չգիտեմ, ձեր մեքենայով գնանք թե մեր, որովհետև հիշում եմ տարիներ առաջ լուրջ վթարի եք ենթարկվել եւ մամուլը աղմկում էր դրա մասին։ Այո, 2013 թվականին հուլիսի 6-ին առավոտ լույս գիշեր ես ավտովթարի ենթարկվեցի Սախրվի հրապարակում մեզ մոտ։ Նկարահանումներից հետո նույն կարելի է ասել գերհոգնածություն, այո, նաև անձրևոտ եղանակ էր, չկարողացա տիրապետել ղեկին ու Հիմա վարում եք մեքենա, թե ոդկը դողում է ձեր։ Չէ, ոդկը չի դողում, ճիշտ ասած սկզբից շատ էի վախեցել, երկար ժամանակ բուժվեցի, որովհետև խնդիրներ ունեի ողնաշարի հետ կապված, սակայն փառք Աստծո ամբողջը Վերականգնվեցիք, ո՞րն է ձեր մեքենան։ Իմ մեքենան այժմ Mazda 6, որը նկարահանվում է հեռուստասերիալում ինձ հետ միասին, կարող ենք վարձատրվում է մեքենան, թե։ Ինչը։ Մեքենան վարձատրվում է։ Մեքենան վարձատրվում է իհարկե, որովհետև այն ինձ հետ միասին աշխատում է։ Գնացինք Նորզով սուպերմարկետ։ Գնացինք։ Նստեք։ Կարեն։ Հաջան։ Ինչպես է տրամադրությունը ձեր։ Փայլուն, հիանալի։ Զգուշ։ Պատրաստվում ենք գնումներ կատարելու։ Մեքենա ավելի սիրում եք։ Իմ հոբիներից մեկն է, ես լինում է երբ որ նկարահանումներից հետո կամ առասարակ գործերից հետո ժամերով հնարավոր է քաղաքում վարեմ, Հենց այնպես։ երաժշտություն լսեմ հենց այնպես, որովհետև իսկապես ես հանգստանում եմ։ Բայց միայնակ թե ձեր կողքին ինչ որ մեկը հայտնվում է։ Ընկերներիցս կամ միայնակ, հիմնականում միայնակ եմ սիրում, որովհետև մտքերով ընկնում եմ եւ հանգստանում եմ ճանապարհին։ Հաճելի երաժշտության ներքո Ընկերների հետ թե ընկերուհիների բարձաբանենք։ Ինչու ձեր կյանքում կին կամ աղջնակ չի հայտնվել մինչև այսօր։ Կարող ձեզ չեն սիրում։ հնարավոր է, չեմ ասում սիրում են կամ չեն սիրում, հարցը դրանում չի։ Իմ կյանքում սերիալների հերոսները շատ հեշտ են գտնում աղջիկներ, իսկապես որովհետև նրանց երկրպագում են, չգիտես ինչու։ Սուրեն ջան, ըստ իս մարդ ինչքան էլ լինի ճանաչված կամ մարդ նկարահանվի կամ չնկարահանվի, լինի հաջողակ բիզնեսմեն, ինձ թվում է մարդ պետք է ընտրի այն մարդուն, ում իր կողքին լավ է զգում հոգեպես։ Դա կապ չունի, քեզ հնարավոր է հետևեն շատ մարդիկ, դու որովհետև հանրության մարդ ես, բայց դա կապ չունի, դու պետք է ընտրես նենց մեկին, որ կարանաս հետը կիսվես, արտահայտվես։ Մի Լավ, հարցս այսպես ուղեմ, հա, ամուսնանալու մասին մտածում եք թե ոչ այսօր։ Այսօր չեմ մտածում, բայց հնարավոր է, ինչու ոչ։ Եթե հայտնվի մեկը իմ կյանքում, որ շատ բան փոխի, իսկապես հնարավոր է, որովհետև ես իմ առաջ չեմ դնում ինչ որ բարիերներ, ամուսնանալ, չամուսնանալ, ունենալ ընկերուհի։ Ասում են առանց սիրո ապրել հնարավոր չէ։ Չգիտեմ, կիսում եք այդ միտքը թե ոչ։ Կիսում եմ այդ միտքը, որովհետև սերը ես ամենուրեք եմ տեսնում, նույն գործիդ նկատմամբ, նույն ընկերներիդ թե հենց կողակցիդ հանդեպ, եթե չկա սեր, իմ կարծիքով
անիմաստ է ամեն ինչ։ Այ լուրջ խնդիրներ են ծագել փողոցներում եւ մեր նկարահանմանը խոչընդոտում են այս փոսերը, Որովհետև ասեմ, այս տարի շատ երկար տևեց ձմեռը, այո, եւ Եվ ասֆալտապատումը ինչպես միշտ անորակ էր, ամբողջ անորակ ասֆալտապատումը պետք է նորից ասֆալտապատվի։ եւ կրկին այս տարի ոչ ոք սրա համար չի պատժվի։ Ցավոք սրտի։ Երևի թե խոսեցինք այն հարցի մասին, մենք միշտ հարցում ենք, թե ինչը կփոխեիք մեր երկրում, մեր քաղաքում, որպեսզի մեր կյանքը ավելի բարեկեցիկ դառնա, այս պահին իսկապես ասֆալտապատման խնդիրն է, որովհետև մի փոքր խիստ ձմեռ եւ մենք ճանապարհներ չունենք։ Իսկապես ահա որ ճանապարհները լինում են այնպիսի վայրերում գոյացություններ, որ ուղղակի չէիր սպասում ու ընկնում ես անկախ քեզանից վեր ես թռնում։ Ես կարծում եմ կգա մի օր, որ համապատասխան մարդիկ մեր երկրում կպատժվեն մեկ անգամ եւ մյուս անգամ ասֆալտապատումը կլինի այն որակի, որ մենք ստիպված չենք լինի ամեն տարի 3-4 անգամ ասֆալտապատել։ Հասանք արդեն Նորզով սուպերմարկետ, տեսնենք թե ինչպես գնումներ կկատարեք Կարեն։ Կարեն, պատրաստ ենք։ Գնացինք։ Դե գնացինք։ Եվ ինչից ենք սկսում։ Սկսում ենք բանջարեղենից, քանի որ առաջին բաժինը հարակից հենց բանջարեղենն է։ Շնորհակալ եմ Սուրեն, ես մոռացել էի։ Եվ այսպես ինչ է մեզ հարկավոր։ Մեզ հարկավոր է լոլիկ, պղպեղ։ Ես Բացենք կարծում եմ մենք կարող ենք ցուցակը։ խնդրել աշխատակցին, որպեսզի օգնի մեզ։ Իհարկե։ Բարև ձեզ։ Քուրիկ ջան, որ խնդրեմ օգնեք մեզ։ Մեզ հարկավոր է լոլիկ չերի, եթե տուփով է 1 տուփ, վարունգ չերի, եւս 1 տուփ, տվեք 1 կիլոգրամ, Եվ վերջ բանջարեղենի բաժին։ գունավոր պղպեղ, 2 հատիկ դեղին եւ կարմիր։ Առայժմ այսքանը Լսեց մեր աղջիկը, եթե լսել է, մենք կարող ենք գնալ մեր հաջորդ գնումը կատարել։ պղպեղ սունկը այստեղ չէ ինձ թվում է։ Սունկն էլ է այստեղ, այո։ Այս կողմում է սունկը, խնդրեմ։ Չէ, չէ, սոկեր, բնական կամպոտ։ Առայժմ այսքանը։ Հաջորդ գնումը որն է։ Հաջորդ գնումը կատարենք 1 կիլոգրամ։ Գնանք հավի կրծքամիս վերցնենք եւ հոլանդական պանիր։ Գնացինք։ Բարև ձեզ։ Մեզ հարկավոր է 10 հատ հավի կրծքամիս։ Առանց ոսկով։ Մի րոպե նորից 10 հատ։ 10 հատ։ Ինչու 10 հատ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե այդքան է հարկավոր պատրաստման համար։ Բայց մենք ընդհանրապես 4-5 հոգի ենք կարծել։ Դե կզանգենք էլի մարդիկ կգան։ Հյուրասիրենք այո։ 10 հատ, եթե 10 հատ, 10 հատ։ Բայց զորք կարելի է կերակրել, հա, կարծեմ 10 հատով։ Քանի հոգի կկշտանան, 20 հոգի, չէ՞ երևի։ Այդքանը բավական։ Նորմալ է։ Չէ, լավ է։ Կարծեմ պիտի պանիր գնեք, հա։ Այո, Մենք սպասում ենք Կարեն ձեզ դրամարկղի մոտ, լավ։ լավ։ Կարեն այնուամենայնիվ 5 կտոր էր հարկավոր, թե 10։ 8։ 8 կտոր։ Ինչու այդքան շատ։ Դե պատրաստենք, որպեսզի թավայի մեջ տեղավորվի, ամել հետո Հյուրեր եք սպասում։ Բավականին արագ վերադարձակ եւ գոհ եք գնումներից։ Իհարկե։ Ահա։ Եվ այսպես մեր ընդհանուր գումարը կազմում է 21888 դրամ եւ ես առաջարկում եմ վճարել։ Ես առաջարկում եմ, որ չվճարեք։ Քանի որ դուք հյուր եք, չվճարենք եւ գնանք։ չէ, տենց էլ չի լինի, քանի որ դուք հյուր եք, ես պետք է վճարեմ։ Շնորհակալություն։ Կարեն, Ջան, ուր հասանք։ հասանք ամենալավ պահին։
որը ես շատ եմ սիրում, անկախ ամեն ինչից, ինչ էլ որ պատրաստում եմ, դե հիմնականում խորոված հայկական մեր ավանդական, միշտ իրան մարինատացնում ենք համեմունքներով, սկսում ենք կարմիր պղպեղից, քաղցր, որը հարկավոր է կարելի է բացել ու քանի որ մեզ շատ է։ Այնուամենայնիվ մենք 8 կտոր կրծքամիս ունենք։ Այո, 8 կտոր ունենք, հաշվի առած, որ սրանք բաժանել ենք, մասնատել ենք, դու ճիշտ էիր Սուրեն, մենք չափից ավել գնեցինք, սակայն ասում եմ դուք շատ եք քաղցած եւ դա է պատճառը, որ այո, ես քանզի գիտեի, որ դուք գալու եք, որոշեցի ինքս էլ հաց չուտեմ, որ միասին բոլորով համտեսենք մեր ճաշատեսակը, որին անվանեցինք Մոնրո։ Մերլին Մոնրո։ Ես այդ Մերլինի կարելի է կապել, հա, հավի կրծքամիսը Մերլին Մոնրոյի։ Դեպ սիրում ես նրան որպես դերասանուհի։ Թե շատ ծանոթ չես։ Ծանոթ եմ, բայց որ ասեմ սիրում եմ որպես դերասանուհի ոչ, ավելի շատ որպես մոդել, գեղեցիկ կին, այո։ Որի ճակատագիրը ոչ այդքան էլ բարենպաստ էր եւ դաժան էր համենայն դեպս իր հանդեպ։ Չգիտեմ որքանով ես ծանոթ։ Ինչով օգնենք։ Ինձ թվում է հələ որ ոչ մի բանով Սուրճ ջան, որովհետեւ ամեն ինչ նորմալ ընթանում է։ Ձեր տանը ով է գլխավոր դերերում խոհանոցում։ Մայրս է միշտ պատրաստում։ Որտեղ են այս պահին։ Այս պահին նա միասին չեք ապրում, թե միասին ենք ապրում, ուղղակի մայրս մի քիչ կոմպլեքսներ ունի նկարահանման հետ կապված, տեսախցիկի հետ կապված, բացակայում է տնից։ Բացակայում է։ Այդ իսկ պատճառով, հա։ Այո, նա հիմա տատիկենց տունն է։ Հայրս դե աշխատանքի է լինում, սովորաբար ուշ ժամերի է գալիս։ Ինչով են զբաղվում ձեր ծնողները կարեն։ Մայրս բժշկուհի է, ես նշեցի, որ իր կամքն էր, որպեսզի ես ինքս ընդունվեմ բժշկական համալսարան։ Հայրս զբաղվում է բիզնեսով։ Եղբայրս սպորտսմեն է, ֆուտբոլիստ։ Դա եկել է մեր հորից, ես նշեցի, որ ինքս էլ դարպասապահ եմ եղել։ Հայրս խաղացել է Արարատում, Արամ Ասլանյան։ Արարատի դուբլում, այնուհետև Ինչով է իմանա զբաղվում։ Հիմա բիզնես, ներմուծում, արտահանում։ Ինչ։ Ներմուծում։ Սպորտային հագուստ, հա։ Չէ, կապ չունի։ Միայն սպորտի հետ կապված կարելի է համեմատություն անել նարինջի կլոր տեսքը գնդակի հետ, եթե սպորտի հետ ենք համեմատում։ Նարինջը ներմուծում Հայաստան։ Ոչ միայն, նարինջ ցիտրուս։ Տաք երկրներից Եվ եկամտաբեր է թե նա այդ ժամանակ մոնոպոլիա չկա այդ հարցում Հայաստանում։ Հայաստանում ընդհանրապես մոնոպոլիա չկա։ Մի քիչ ավելի անկեղծ ասա։ Որպեսզի հավատա հեռուստադիտողը։ Փառք Աստծո։ Իմ կարծիքով ես իրան արդեն չափը անցնում ենք, հա։ Չափը անցնում եմ ձեռներս։ Մենք մի 10-15 րոպեներ։ Իրան 15 րոպե թողնենք ինքը ետ գա։ Ներծծվի։ Այո։ Իսկ հաջորդ գործողությունը ո՞րն է լինելու։ Հաջորդ գործողությունը սա թողնում ենք ինքը իր հունով արդեն այդ բանից լինի, հետո սկսում ենք աղցան պատրաստել, կարտոֆիլը այնտեղ մաքրվում է, գալիս է իր տեսքի։ Հիմա սկսում ենք աղցանի պատրաստման ընթացքը, քանի որ մեր մոտ աղցան չի, աղցաններ է։ Այո։ Ես կարծում եմ ցիտրուսներից պետք է լինեն մեր աղցանները այսօր։ Ոչ։ Հայրիկի ներմուծած մրգերից միայն ավոկադոն է։ Այո, Մասնակցում։ ավոկադոն եմ մասնակցում, սակայն ես պետք է մաքրվեմ։ Իսկ այդ process-ը, հա, ներմուծելու, հետո մաքսազերծելու եւ այլն, ամեն ինչ նորմալ է Հայաստանում, թե հայրիկին զիջում են որպես հայտնի ֆուտբոլիստ եւ խնդիրներ չեն առաջացնում։ Գիտեք, ես այդքան տեղեկացված չեմ, թե ոնց է լինում, ինչ է լինում։ Ես միայն գիտեք, որ տանը միշտ ցիտրուսներ կա։ Այո։ Իսկ որտեղից է ներկրվում։
Տարբեր երկրներից դա պայմանավորված է որ պահին, որ երկրում սեզոնային, այսինքն տվյալ պահին գալիս է Հունաստանից, Եգիպտոսից, ինչու՞ չէ, նաև Վրաստանից ենք ներմուծում, ուղղակի վրացական ապրանքը ոչ այդքան Պարզ է, ինչ է կատարում այնտեղ։ Այստեղ պատրաստում եմ մսով եւ սնկով աղցանը։ Կտրանսման տավարի միսը, որը փորելու է։ Այն ով է ավելի լավ պատրաստում, մայրիկը թե եղբորդ կինը, թե չես կարող հասկանալ եւ որոշել, որովհետեւ այդ բանը չգիտես ում պատրաստածն է։ Ոչ, կարող եմ ասել։ Քույրս լավ աղցան է պատրաստում իսկապես աղցանը համեղ է ստացվում։ Մայրս պատրաստվում է զանազան բաներ, օրինակ հարիսա շատ համով, հայկական, աճարով, փլավ, ռշտա։ Մայրս սիրում է տարբերվող բաներ պատրաստել, քանի որ հայրս մեծ ախորժակի տեր մարդ է, միշտ սիրում է նույն բանը չի սիրում։ Նկարահանման հրապարակում ով է ձեզ կերակրում։ Նկարահանման հրապարակում մենք ենք մեզ կերակրում, մեզ ոչ մեկ չի կերակրում։ Հատուկ ծառայություն չկա, որ կերակրում են։ Ոչ։ Եթե նոր գործողություն չունենք, ապա ընդմիջենք, բայց մինչև ընդմիջելը ես իջեցնեմ մեր հեռուստադիտողին, որ այս հաղորդումը կարող են դիտել չէին սպասում KTM կայքում, եթե գնալուց 1 շաբաթ անց, եւ ոչ միայն այս հաղորդումը, այլ մեր բոլոր մյուս հաղորդումները։ Ընդմիջենք։ Ընդմիջենք։ Վայ Կարեն ջան, ինչ ես խառնվել։ Ինչ է բանը։ Այդքան ձերտվի Ի վերջո պատրաստ է, թե պետք է ինչ-որ բան անել։ Չէ, նորմալ է։ Էսի բան չունեի անելու, խոսում էի ստիպված։ Կարեն։ Այո։ Բոլոր հանձնարարականները ստացաք։ Այո։ Կիսվեք մեզ հետ, դուք ինչ եք անել։ Ես հիմա կտրատում եմ կարտոֆիլը։ Վստահ եմ այնքանը դուք եք կտրատել։ Իհարկե։ Եվ ստացվում է։ Հետո ինչ ենք անելու։ Հիմա կարտոֆիլը նույնպես ոնց որ մարինատացրեցինք, սա մարինատացնելու ենք։ Խնդրեմ, միանգամից կարելի է եւ զրուցել ինձ հետ եւ գործել։ Այնուհետև մեզ պետք է սոուս, որտեղ կա թթվասեր եւ մայոնեզ, այն պետք է սխտորով։ Ինչ արես խոտ են տալիս սխտորը ջարդել։ Այդ ջրմիջով Բան դուրս չեկա, բայց ոչինչ։ մի քիչ Մեծ մասը մնաց ճզմիջի մեջ։ Այդպես կարելի է հանել է։ կարելի է փորձել ինչ որ մասել իդ բերել։ Այնուհետև սա խառնում ենք։ Այն դուք ֆիլմեր դիտել սիրում եք։ Իհարկե։ Խոսքը ոչ միայն հայկական, այլ ընդհանրապես համաշխարհային ֆիլմ արտադրության մասին է։ Որ ռեժիսորներն են ձեր սիրելի ռեժիսորները եւ որ ֆիլմերն եք սիրում։ Ներկայությամբ թե Ընդհանրապես։ Ընդհանրապես սիրում եմ Անտոնիոնի, Ֆելինի, որոնց ինստիտուտի տարիներին եմ անցել, սկսած Ֆելինի Ամարկորդից։ Իսկ ներկայիս դրությամբ Տարանտինո, Մարտին Սկորսեզե իրենց ֆիլմերն եմ նախընտրում։ Այս վերջերս մի ֆիլմ դուրս եկավ Տարանտինոյի ֆիլմերից էր, պրոստը անունը չեմ հիշում, եթե անկեղծ լինեմ, շատ հետաքրքիր ֆիլմ էր։ Կինոթատրոնում եմ դիտել։ Իսկ ինչ կասեք հայրենական կինոարտադրության մասին։ Հայրենական ֆիլմեր, որ ձեզ գոհացնում են։ Կինոարտադրությունից վերջերս եմ նայել Կյանքու կռիվ 1-ը, որ շատ եմ հավանել։ Մեր ինստիտուտի ընկերներից Սամվելն էր խաղում, շատ բավականին լավ խաղով հանդես եկավ։ Բավականին հետաքրքիր էր ստեղծված սցենարը եւ մոտեցումը։ Շատ իմ կարծիքով ստացված ֆիլմ էր վերջին շրջանում։ Պարզ է, ես էլ եմ այդ կարծիքին։ Կարեն, իսկ դուք համարում եք, որ դուք արդեն որոշակի հաջողությունների հասել եք ձեր մասնագիտական, ասպարեզում, մասնագիտության մեջ։ Ես մաքսիմալիստ եմ, երբեք չեմ բավարարվում իմ ունեցածով, միշտ աշխատում եմ ձգտել ավելին։ Իմ կարծիքով ես դեռ շատ անելիքներ ունեմ, որովհետև մի քանի հեռուստասերիալներում խաղալով
Դե Ռոմեո է խաղաց է ի վերջո։ Թատրոնում ինչ որ ներկայացում խաղալով չես կարող բավարարվել, որովհետև երբ բավարարվեցիր, իմ կարծիքով վերջանում է ամեն ինչ։ Ըստ ձեզ ո՞րն է ձեր ամենահաջողված դերը մինչև այսօր։ Ես իմ բոլոր դերերն էլ սիրել եմ, օրինակ հեռուստասերիալային եթե խոսեմ, սկսած անցյալի ստվերների Տիգրանից, նույն Լույսի պահապանում Արամ, վերջում առաջնորդներ Արամիկ, ինձ համար ավելի դժվար էր խաղալ վերջին կերպարս Արամիկը, քանի որ ինձ հետ կապ չունի։ Հորս արեմ մեռնեմ կյանքի, ցավը տանեմ, բան, Սուրո ջան եկել ես, յուր ես եկե, աղբեր ջան, լավ ես արե։ Այդ կերպարը քեզ հետ կապ չունի։ Այդ կերպարը ինձ հետ կապ չունի, ես ավելի կիրթ ես խառնված։ Ընթացքում ես շփվելով մարդկանց հետ, ընթացքում մտնելով միջավայր, վերցնելով ընկերներիցս ամեն մեկից ինչ որ բան, նաև Միջայլոց այդ տեսակը, կերպարի այդ տեսակը կերտել շատ հեշտ է, որովհետև համատարած այդ գրահիկությունն է։ Ինձ համար դժվար էր, որովհետև նախորդ իմ կերպարները, եթե հեռուստադիտողը կհիշի, նույն Շամթ հեռուստաընկերությունում անցյալի ստվերներ, նույն Լույսի պահապանում ես խաղում էի ավելի մոտ Ռոմեո տեսակին, իսկ փորձել բացվել, կոմպլեքսներից դուրս գալ, դա է դժվար ավելի քան։ Պարզ է, ավելի շատ խոսում ենք, քան գործում ենք, բայց ոչինչ։ Ուշեք, բարձր, ուշեք։ Փորձենք տեղավորել տարայի մեջ։ Որովհետև կարմիրը շատ քաղցած է։ Իհարկե։ Իհարկե։ Ում եք համարում հետաքրքիր դերասան Հայաստանում։ Շատ հավանում եմ Դավիթ Հակոբյանին, թե մի գավաթ բարություն ներկայացնում Համազգային թատրոնի արտիստ։ Այո, շատ որպես տարեց արդեն դերասան, ինձ համար շատ սիրելի, իսկ երիտասարդ դերասաններից մարդ չկա։ Խաղով չէ։ Այդ կարծիքին չեմ, որ մարդ չկա։ Չէ, ես էլ այդ կարծիքին չեմ։ Նույն մեր Սոսը Ջանիբեկյանը շատ լավ է հանդես գալիս իր պրոյեկտներով։ Հումորային տեսանկյունից Հայկոն, Մկոն, բոլորին էլ հետևում եմ, բոլորին էլ շատ սիրում եմ։ Մենք արդեն կարտոֆիլը տեղադրեցինք հավի կրծքամասի վրա։ Հարց այսքան կարտոֆիլ ինչի համար։ Մենք կտրատեցինք։ Հիմա մենք ցուցադրում ենք այսքանը, սակայն երբ որ արդեն տեղադրենք, ավելացնելու ենք կարտոֆիլը։ Ուղղակի հիմա տարայի մեջ, մեկ այլ տարայի մեջ մենք կտեղավորենք, ուղղակի որպես հեռուստադիտողին պարզ լինի թե ինչ ենք անում, այսպես ավելի կոկիկ մենք ցուցադրենք։ Հենց այնպես կարելի է ուղղակի ջեռոցում կարտոֆիլը պատրաստել։ Ես չեմ հրաժարվի։ Ոչ, քանի որ մենք ունենք սոուս, որը պետք է ավելացնենք։ Ինչ ենք անում հիմա։ Հիմա շարունակում ավելացնում ենք սոուսը։ Սոուսն ենք ավելացնում, իհարկե։ Ես մոռացել էի։ Եվ չես կարող անկեղծ խաղալ, որ առանձնապես չի ստացվում մոտդ եւ չգիտես ինչ անես։ Ես պատրաստելուց հեռու եմ ճիշտն ասած, ես փորձերել չեմ արել։ Կարող ենք մի պահ գալ այս կողմ եւ տեսնենք ինչ է տեղի ունենում այստեղ։ Այստեղ պատրաստվում է սնկով եւ տավարի մսով աղցանը։ Սոխարածի մեջ տապակեցի տավարի միսը, այնուհետեւ ավելացնելու եմ սունկը։ Պարզ է։ Իսկ մենք սոուսը ավելացնում ենք եւ տեղադրում ենք ջեռոցը։ Այո։ Կարծում եմ կստացվի։ Ստացվելու է, ոնց չի ստացվելու։ Ոնց է համովա լինելու։ Պարզ է։ Ես կարծում եմ կարող ենք ընդմիջել, երբ որ արդեն պատրաստ լինի։ Իհարկե։ Եվ ջեռոց տեղադրելուց ունենք, կշարունակենք, լավ։ Okay։ Հիմա լուրջ ասեք, ես կարտոֆիլն այսքան ինչի համար է։ Աջա, մեծ հետ ինչքան շատ էի լցրես այդ անովանը։ Տապում էի։ Չէ, բայց կարտոֆիլն այդքան ինչի համար է։ Ես չի տեսել ինչքան է։ Եկեք պրոստը պլեջ անենք, էլի։ Հա։ Բայց կարտոշքին քիչ եմ լցրել մեջը։ Չէ, նորմալ է։ Մի զորքի համար բան ենք պատրաստում ուղղակի։ Հեսա զորքը կգա հետո։ Լավ, եկեք վсё պլեջ ենք անում, որոշեցինք։ Ես էլ վերջում կասեմ, որ ես բան ասացի, որ պետք է անպայման պլեջ ուտենք։ Դե կա ջան, աղբի բարը արա։ Հիմա աղբի, բայց այդ կարտոֆիլը պետք է էլի սենց ինչ-որ բաներ անենք։ Ինչ անես։
Բա այդքան մնացել է։ Ասում եմ, էլի Սուրենը ինչ անենք։ Ինչին է պետք է Բա պանիրը։ պեղանել։ Պանիրը վերջում քերում ենք վրան, չէ՞։ Այո։ Լավ, արդեն կնկարանենք այն պայից, երբ որ պանիրը քերելուց լնես վրան։ Ահա, հերթական անգամ ցուցումները ստացանք եւ շարունակենք։ Եվ արդեն հասել ենք այն պահին, որ պետք է քերած պանիրը ավելացնենք մեր ուտեստի վրա։ Կարեն, եթե եղբորդ կինը չլիներ, ինչ էի կանելու։ Սոված էինք մնալու, ինչ պետք է անենք, Սուրճ ջան։ Կարծում եմ հաղորդումը շատ ավելի անհետաքրքիր կլիներ եւ իսկապես քաղցած կմնային կամ Իհարկե, կլներ ի վերջո քաղցած չէինք սպասում։ ինչ որ միտեղից պիտի պատվիրենք ուտելու բան։ Ինչ ենք անում հիմա։ Հիմա սա պետք է տեղադրենք ջեռոցը։ Բայց նախքան տեղադրելը երևի պետք է ինչ-որ բան մաղթել եւ ցանկանալ, որպեսզի համեղ լինի։ Մաղթում ենք, որպեսզի համեղ լինի։ Այո։ Գնացինք։ Էներգիան եւ ուժը փոխանցում եք, որպեսզի համեղ լինի։ Սա Այն երբ որ երեխա եք, հեքիաթներ սիրում եք։ հեքիաթներ, ես միջև այժմ էլ սիրում եմ Եվ հեքիաթներ։ որ հեքիաթն է սիրելի հեքիաթը։ Մոխրոտիկը Ինչու հենց մոխրոտի։ հերոսը փրկում է վերջում։ Հերոսուհուն։ Շատ ռոմանտիկ։ Այո։ Այստեղ պատրաստել ենք նաև մեկ այլ Աղցան, հա, Աղցան, պատրաստել այո։ ենք, թե պատրաստվում է ընթացքի մեջ է։ պատրաստել ենք։ Պատրաստ է արդեն։ Այո, չէ, ընթացքի մեջ է այն։ Դերգործողություններ կան անելու։ Եվ այսպես Այստեղ լոլիկ, շարունակում հազար, ենք։ ինչ ունենք այստեղ։ Այստեղ ունենք մարոլ, լոլիկ, պետք է ավելացնենք պանիր, ավոկադո, պղպեղ։ Մի խոսքով այն դեռ ընթացքի մեջ է, իսկ այստեղ արդեն մենք ավելացրել ենք սունկը, Ավարտում ենք աղցանը։ արդեն ավարտում ենք։ Բայց սա Ավելացնենք աղցանի հետ քերած նման չի, ինչ որ ավելի Սառում շատ է եւ սառը ուտեստ, այո, կարելի ասել, սառ ուտեստ է ավելի շատ, քան աղցան։ որը շատ համեղ է լինելու։ Վստահ Կարող եմ։ եմ, այո, վստահեցնել։ Կարին վերջին անգամ երբ եք թատրոնում եղել։ Վերջին անգամ մի քանի օր առաջ։ Ինչ ներկայացում եք դիտում, երբ որ Ներկայացում չէ, թատրոններ գործով ավելի շատ։ գործով Մեր եք։ թատրոնում համազգային թատրոնում Ես մարտի 28-ին ձեզ հրավիրում եմ դրամատիկական թատրոն դիտելու Սև դառը շոկոլադ ներկայացումը, գլխավոր դերերում Արամոն եւ Լուիզա Ղամբարյանն են, պիեսի հեղինակը Էմմա Պետրոսյանն է։ Սիրով ձեզ սպասում եմ։ Շնորհակալություն Արփինե ջան։ Փաստորեն Չմոռանանք դուք չեք նշենք նաև գալու եմ, ոչ, Ես մեծ ուղղակի սիրով կգամ։ Արփինեն արդեն մի անգամ դիտել է, ես էլ եմ դիտելու, գիտենք, որ ռեժիսորը դու ես, Սուրեն ջան, մեծ Սև դառը հաճույքով։ շոկոլադն է դիտել Արփինեն։ Եվ ինչ տպավորություն թողեց։ Շատ մեծ տպավորություններով։ Ով էր իրավացի այնտեղ այնուամենայնիվ կինը թե տղամարդը։ Քանի որ ես կին եմ, ինձ համար միշտ կինը իրավացի է։ Պարզ է։ Ինչ ունենք անելու։ Այժմ ոչինչ, պետք է սպասենք պատրաստվի։ Վերջացնենք այս աղցանը։ Ես սպասենք սառի այն աղցանը։ Այս հատվածում ինչ է տեղի ունենում մեզ մոտ։ Այստեղ մեզ մոտ աղցանի նախապատրաստական փուլն է, այս նույն աղցանը, որ ցույց տվեցինք, պետք է ավելացվի, այստեղ ունենք բիբար, որը պետք է կտրատվի, ավելացվի եւ լիմոն, ընթացքի մեջ է մի խոսքով, սա մեր պահեստային մասն է, կարելի ասել։ Կարեն ում հետ Այսքանը։ կցանկանայիք խաղալ համաշխարհային աստղերից, եթե առաջարկ ունենայիք Համաշխարհային աստղերից Դիկաբրիո։ նրա հետ։ Այո։ Ինչու։ Չգիտեմ, նրա վերջին ֆիլմերից փրկվածը, հա, կարելի է հայերեն ձև Վիժվշի փրկվածը ֆիլմը, որը արժանացավ Օսկարի։ Բացի այդ Волк Wall Street, ավելի շատ այդ ֆիլմն եմ հավանել։ Եթե նայել եք, չգիտեմ։ Նայել եմ, այո, եւ Տիտանիկը ավելի նա վաղ հասակում ավելի ռոմանտիկ ֆիլմ էր, Տիտանիկը սկիզբը начало ֆիլմը, որը էլի հիանալի ֆիլմ էր։ Կուզենայի իր հետ խաղալ, անկեղծ եթե լինեմ։ Իսկ դերասանուհիներից Նատալի Պորտման։ Օ։ Մեծ թռիչք ունեք։ Բայց կարծում եմ միշտ երազանքները ինչ որ մի օր իրականանում են։
այս պարագայում դժվար իրականանա, որովհետև շատ Ոչ ոք չի կարող ասել։ Շատ հնարավոր է, որ մի օր հայտնվեք Հոլիվուդում։ Աստված տա այդպիսի բան լինի, բայց իմ կարծիքով ավելի շատ կարելի է մտածել ռուսական ասպարեզ մտնելու, որովհետև ավելի հավանական է մտնել ռուսական շոու բիզնես, ռուսական հեռուստաընկերություններ, որովհետև այսօր ավելի հայ դերասանների համար ավելի հասանելի է ռուսական շոու բիզնեսը։ Ինչ ունենք անելու խոհանոցում։ Խոհանոցում ունենք անելու վերջին պատրաստումները կապված աղցանների հետ։ Մեր գլխավոր ուտեստը արդեն ջեռոցում է, այն կլինի մոտ 40 րոպեից։ Աղցանն էլ նույնպես արդեն վերջին փուլում է, այն արդեն ավելացրել ենք պանիր։ Այս աղցանի հետ ամեն ինչ պարզ է, հա, վերջ։ Ուղղակի պետք է ավելացնենք կանաչին եւ պետք է սարի։ Ես կարծում եմ խոհանոցում այլևս մենք նկարանելու բան չունենք, կհանդիպենք սեղանի շուրջ, դա։ Ի վերջո չհասկացա, 1-2 աղցան, հիմնական կերակրատեսակը, հա։ Ահա։ Սա է եւ աղցանները սրանք։ Բայց սա աղցան չի այդքան։ Սա ինքը աղցանն է, բայց սարը ուտեստել էլի կարելի է համարվել։ Ինքը որ սարում է դառնում է աղցան։ Կերել ես երկու։ Հա, ոնց չէ։ Լավ, տեսնենք։ Բա պլեջը։ Պլեջը Չէ, եկեք դնենք, Բա շո։ պլեջը Լուրջ չկա ինչ որ բան։ կա։ Ցանց չկա, ցանցի վրա դնենք։ Դե եկեք Հիմա ցանցի վրա դնենք։ է, հիմա պետք է ուրեմն մի հատ էլ նոր ինչ-որ տենց տարաբերենք, դնենք վրան, որ լինի։ Բայց պլեջի վրա էլ պանիր լցնենք ավելի։ Չէ, տենց բան։ Քյարթու պլեջ ես ուզում։ Այո, քյարթու պլեջ։ Իսկ ուզեք ասենք տնական այդ ժարիտի նման։ Չէ, հենց պլեջ։ Ինձ մոտ այնպեսի տպասն է, կարծես ամանորի սեղան է, որովհետև շատ բան կա սեղանի վրա, դե մեկնաբանեք ինչ ունենք։ Հիմնական կերակրատեսակը, Հիմնական կերակրատեսակը կարտոֆիլը հավի կրծքամսով, իր սոուսով, որին մենք անվանեցինք Մոնրո, այստեղ ունենք աղցան, մերլին, մերլինը, Եվ բանջարեղենով աղցան։ դե ինչպես են ձեր տանը սկիզբը ազդարարում, Բարի ախորժակ։ հավի կենացը չխմենք, ով տրամադրեց կրծքամիսը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ, ձեր հեռուստա պրոյեկտին, որ հյուրընկալեցիք մեզ, շատ հաճելի էր ծանոթանալ, Մի շփվել։ լրջացրու կա։ Չեմ լրջացնում, ի սրտե շատ ուրախ էի ծանոթանալ, մեզ բարի ախորժակ։ Շնորհակալություն, որ պատրաստեցիք մեզ համար։ Կարծում եմ ժամանակն է Հələ մի հատ այ ես սրանց ուզում եմ փորձել, կարո՞։ Ասենց մի կտալ վերցնեմ։ Իսկ ամենահամեղը էսա ստացվել, բայց աղցանի հետ կապ չունի, էլի ինքը։ Ինչ այլ է, եթե երևի կգնա այն ժամանակ, երբ որ պահքի շրջան կլինի ու ես հետևում եմ, ասել են, ահա, տեսակ միս կերա։ Լավ։ Ես հաշ չեմ ուտում։ Արփին ջան, Սկակային ցամուլ է։ Աղցան չի բայց։ Ուտեստ։ Սարել, լավ սարել։ Շատ համով։ բայց ավելի լավ որ չի սառել, ես ասեմ, ցազավիճակ է։ Ռուժ ջան։ Բայց սուր մի հատ էլ էս Մոնրոից էլի Դե ապրես։ անպայման Մերլինին որ կերանք, Մոնրոյից է ուտենք։ Մոնրոն կար, Մոնրո։ Fake Մոնրոյա։ Սպաս ես ուտեն մի խառն։ Հա, հաստատ։ Всё։ Դե ուրեմն ես էլ կսպասեմ, ես էլ էս Մերլինին սկզբից կփորձեմ։ Հետո Մոնրոյին, հետո Քենեդիին։ Շնորհակալություն Կարեն։ Ես էլ եմ շատ շնորհակալ ձեզանից, որ եկաք։ Քեզ որ լավ շնորհակալություն, ցտեսություն։ Մերսի, հաջողություն։ Ցտեսություն։ Ճիշտ է շեմին չեն հաջողանում, բայց դե Հաղորդման Լավ ֆորմատն է այդպեսի։ հաջողություն։ Դե ինչ ասեմ, եկան գնացին, ճիշտ է ես պատրաստելուց հեռու եմ, բայց դե հուսամ հավանեցիք, բոլորիդ ողջունում եմ, մաղթում հաճելի տրամադրություն եւ լավ օր։
Ինչպես նկատեցիք, մեր արտման շրջանակներում նույնիսկ Մերլին Մոնրոն է ուտեստ դառնում։ Դիմադրենք քաղցին միասին։